2025 թվականի Սուրբ Ծնունդից մի օր առաջ Ալժիրի պարլամենտում մեծ նվեր արեց Ֆրանսիային, դատապարտեց այն ամենախայտարակ ձևով 132 տարվա գաղութացումը 1839-ից 1962 թվականները, դա որակեց որպես ցեղասպանություն, սկսած են տարական թալանից մինչև ռադիացիա, Ֆրանսիան 60-66 թվականները միջուկային փորձարկումներ էր անցկացնում, չէ՞, Ալժիրի սահարայում եւ այդ մարդիկ քաղաքին տուրեցին։ Հələ դա էլ քիչ է 5 տրիլիոն փող էր ուզում գաղութացման համար։ Ճիշտ են անում ալժիրցիները, շատ ճիշտ են անում։ Տուժել են ինչ-որ մի պետությունից։ Հիմա պահանջատեր են, բայց հանուն ազնվության պետք է ասել եւ հանուն արդարության, որ ֆրանսիացիների արածը Ալժիրում ցեղասպանություն չէր։ Դա ինչ չեն հայրենազրկել Ալժիրի բնակիչներին, որպես էթնիկ խումբ չեն սպանել, ուղղակի տանջել են, թալանել են, հարստացել են նրանց հաշվին։ Բայց միևնույն ժամանակ նրանք ֆրանսիացի կակամայից նպաստել են Ալժիրի բնակչության զարգացմանը, նրանք մի քանի սերունդ առաջ ընկան իրենց մշակութային հատկապես զարգացման մեջ։ Բավարար է ասել, որ ֆրանսերենը դրանց համար հարազատ լեզու դարձավ։ Իսկ ֆրանսերենը այն լեզուն է, որով Ալժիրի տուարեգը կարող է կարդալ ամեն ինչ, սկսած Թումանյանի Գիգորից մինչև Պլատոն Արիստոտել ներառյալ ամեն ինչը, ամենաթարգմանված լեզուն է ֆրանսերենը, աշխարհի ամենատարածված լեզուներից մեկն է եւ ֆրանսերենում ամեն ինչ կա, չկա աշխարհում ինչ-որ գիտական հայտնագործություն, որը դու ֆրանսերենով չսովորես, չկարդաս, չիմանաս, ինչեւ է։ Ամաները համենայնիվս ցեղասպանություն չէր։ Եվ այս առումով պետք է ասել, որ Ալժիրի տուարեգները, իդեպ կարելի է ենթադրել, որ Ալժիրի բնակչությունը իսկական արաբները չեն, դրանք ինչ-որ արաբացած աֆրիկյան ցեղեր են, Մաղրիբի ցեղեր են, ինչ-որ տուարեգներ են, այնտեղ տարբեր ցեղեր կան, որոնք արաբացան, սկսեցին արաբերեն խոսալ, հետո գաղութացան, հետո եւ տուժեցին եւ միաժամանակ զարգացան ի տարբերություն հայերի։ Հիմա ֆրանսիացի Ալժիրի տուարեգները եւ Ալժիրի ժողովուրդը ատում է Ֆրանսիան, ուզում է պատասխանատվության ենթարկել։ Իսկ ինչ են անում հայերը։ Հայերը սկսել են Ֆրանսիա շատ հարգել, Մակրոնը իրենց ամենալավ բարեկամն է։ Այն դեպքում, երբ ի տարբերություն Ալժիրի, երկու ցեղասպանություն ֆրանսիացիք արդեն կազմակերպել են հայերի գլխին։ Կիլիկիայում 20-րդ դարաշրջանում, երբ իրենց մանդատը Կիլիկիայի հանձնեցին, նվիրեցին, թե վաճառեցին թուրքերին, այն դեպքում երբ հայերին ավտոնոմիային խոստացել եւ թողեցին ռադերը քաշեցին գնացին եւ 400,000 հայ մնաց փշալարից կախված, որոնցից 10-12%-ը սպանվեց եւ Արցախում։ Իսկ Հայաստանի ժողովարդապետը դա համարում է, որ Էմանուել Մակրոնը հայ ժողովրդի մեծ լավություն արել է, որ հայերը լրիվ մենակ էին աշխարհում, յետիմացած վիճակում, կործանման երերներին Մակրոնը եկավ փրկեց, Ղարաբաղը հանձնեց, հետո հայացակեց Ղարաբաղը, այսինքն Մակրոնի ձեռամբ այդ ամեն ինչն եղավ, եւ մենք Մակրոնին ինչ-որ բան ենք պարտական։ Հիմա կարող ենք եզրակացնել, որ տուարեգները իրենց ազգային արժանապատվությամբ, իրենց ամեն ինչով շատ ավելի բարձր են, քան հայերը, միանշանակ։ Դուք տեսեք ինչ է ասում, այսօր այս ժողովարդապետ կոչված է։ Հայոց կոտորածները նախապատրաստել ենք ինքներս, որպես ցեղասպանության մեխանիկայի կրողներ։ Ուրեմն սա հայոց ցեղասպանությունները, հայոց կոտորածները, արդեն ռուսներից բացի, արդեն մեղքը սկսում է բարձել նաև հայերի վրա։ Առաջ ռուսներն էին, չէ՞ հիմնական թիրախը։ Դե թուրքերին չի կարելի բան ասել, որովհետև Թուրքիան եւ ողջ թուրքական աշխարհը դա արևմտյան ֆիլիալ է, որը շնորհիվ անգլոսաքսերի գոյություն ունի առ այսօր
այնինչ դեռ 18-րդ դարի վերջին Եկատերինա II-ը դրանց վերջ տալու էր։ Իսկ եթե դու արևմտյան ֆիլիալ ես, դու ինչ իրավունք ունես թուրքերին վատ բան ասես։ Հա, կապիկություն արեցիք 100 տարի, ցեղասպանություն, մեղասպանություն, ձեր սիրտը շահելու համար մի քանի եվրոպական երկիր է դա ճանաչեցին, որ դուք ավելի շատ արևմտական դառնաք, որ այսօր ձեր հերն անիծեն։ Եվ ձեր հերն անիծում են այսօր։ Ինչևէ, իսկ եթե խորանանք պատճառի մեջ, թե ինչու հայ ժողովուրդը այսօրին հասավ, որ այսօր անգամ իր ցեղասպանության մեջ մեղադրում է հիմնականում իր ամենամոտ եւ ամենաբնական դաշնակցին Ռուսաստանը եւ ինքն իրեն արդեն, դրա պատճառը հայ էլիտաների գենետիկ արևմտականությունն է։ Հայ էլիտաների գենետիկ արևմտականությունը, որը պետք է ծառայեցնի Հայաստանը եւ Հայաստանի պետությունը, եթե այդպիսի մեկը, բացառապես արևմուտքի շահերի։ Իսկ քանի որ արևմուտքին խանգարում է Հայաստանը որպես աշխարհագրական կետ, որպես աշխարհաքաղաքական միավոր, ուրեմն Հայաստանը պետք է վերանա եւ շատ արագ վիլայետանա, որովհետեւ արևմուտքը ցավոք սրտի իր պլաններն ունի այս տարածաշրջանում եւ հայերը խանգարող օղակ են։ Դա չի խոսում այն մասին, որ արևմուտքը շատ բան է։ Ոչ, արևմուտքը իր շահերը հետապնդող հսկայական քաղաքակրթական դաշինք է, սուբստանս է։ Վրացիներին օրինակ արևմուտքը միայն լավն ու բարին է կամենում, որովհետև Ռուսաստանի դեմ պայքարում նրանց ուժեղ Վրաստանապետն ու Ուկրաինային, բայց Հայաստանին այդ բանը չի կամենում, Հայաստանի լավն ու բարին, երջանկությունը, հզորությունը չի կամենում, որովհետև ամեն դեպքում հայերը բանդերական չեն, ռուսները այդ կռիվ չեն տա։ Այս ստրատեգիական տարածքը Հայաստանի ավելի լավ է, հայոց պետականությունը շատ թուլանա, թուրքերը գանստեղ տոտալ վերահսկողություն սահմանեն, թե ինչ կարգավիճակով դա արդեն էական չէ, դա կկոչվի Հայաստանի Հանրապետություն, թե Թուրքիայի հերթական գյուղային, դա արդեն էական չէ, արևմուտքը հետ ուզում։ Եվ պետք չէ մեղադրել արևմուտքին իր շահերը հետապնդելու համար։ Ճապոնիայում արևմուտքը ուրիշ բան է ուզում, հավաքական արևմուտքը, Հնդկաստանում ուրիշ բան է ուզում։ Զարմանալի չէ, որ հարևան ժողովուրդներ են, բայց մեկի երջանկությունն է ցանկանում, այն մյուսի վերացումը։ Այն մի պետությանը բարգավաճում է ցանկանում եւ օգնում է դրանում, այն մյուսին հակառակը։ Որովհետեւ Թուրանն է իրան պետք, իսկ Թուրանը պետք է որպեսզի ստերից մինչև Չինաստանի Սինձանը դնեն ու ճեղեն։ Ներառյալ Ռուսաստանը, միջինա կենտրոնական Ասիայի մասին չէ խոսում։ Էս է իրավիճակը։ Ասենք, որ տուարեգները որքան էլ հետամնաց լինեն հայերից թասիբով ազգին, որովհետև ինչ-ինչ պատճառներով ի վիճակի եղան ծնել բացառապես ազգային էլիտաներ։ Հայերի մոտ դա հակառակն է։ Հայ արգանդը միշտ ծնում է հակահայկական էլիտաներ, արևմտական էլիտաներ, եւ մենք դժում ենք դրանց պատճառով։ Խոսքով տուարեգներից շատ բան կա սովորելու։ Մոռացեք, որ Քուչակի, Նարեկացի, Խաչատրյան, Թումանյան, այդ ազգի հետ ինչ ծում է այսօր Հայաստանը որևէ, այդ անհատների հետ այսօր Հայաստանը որևէ կապ չունի։ Այդ դուք Թումանյան հարգող եք, հա, Թումանյան հարգող եք, Թումանյանի պատգամներին հետևեք։ Իսահակյանի պատգամներին հետևեք, տեսեք թե ինչ են նրանք ասում Եվրոպայի արևմուտքի մասին եւ ինչ են ասում Ռուսաստանի մասին։ Դուք ինչ ընդհանուր բան ունեք։ Այսօրվա հայկական քաղաքական էլիտաները, դե ոչ միայն այսօրվա, ընդհանրապես հայ մտավորականություն կոչվող խայտարակ էսում է դες ինչը։ Այդ հանրուտը, ինչ ընդհանուր բան է դուք ունես Թումանյանի հետ, այդ Հանճարյան Մարսու հետ, կամ Իսահակյանի, կամ Խաչատրյանի, կամ Վիկտոր Համբարձումյանի, ինչ ընդհանուր բան ունեք։
Սերկյանի ուշնում միտքը արևմուտքն է, արևմուտքի շահերը և թուրքերի հետ առևտուր անելը։ Ձեր անկախության դարաշրջանում բացահայտվեցին հայկական գենոֆոնդի ամենաայլանդակ կողմերը, տարգաշությունը և ապերախտությունը և ինչ ասեմ, և այդ ամեն ինչը շնորհիվ էլի եմ ասում, հայ էլիտաների մեջ արմատավորված այդ արևմտականությունն է։ Ինչև է նախանձենք տուարեգներին, շարունակենք հիանալ Մակրոնի լավություններով այ ժողովրդին, Մակրոնի նախնիների լավություններով Կիլիկիայից սկսենք գալը։ Եվ տեսնենք, թե ինչ կբերի, ինչի կհանգեցնի այս ամենը մեզ։ Ամսի 28-ին մի լկտի տեսարան ենք տեսնելու, այդ օրը խոսենք, սրանք պարադ են անելու և պարադին ցույց են տալիս, թե ինչ մեր բարեկամը Ֆրանսիան մեզ համար, այս ինչ ձենքեր են մեզ տվել, այդ էլ ասեմ ինչ են տվել, 25 հատ կարտոնե բրանևիկ են տվել, որոնցից բանդերականները հրաժարվեցին, մեկ է շատ թանկ, մի քանի հատ Սեզար են վաճառել, երևի հենց տեղը չեն ասել։ Հիանան հայ ժողովրդին, որ կպարտադրեն, որ գնան Մակրոնի ոտքերը լվան, կամ Մակրոնի կնգա ջուրը խմեն, ես ինչ լավություն արի, ես ինչ դաշնակից է Մակրոնը։ Բայց երբեք ես 35 տարի մեջ մի օր ռուսական Իսկանդերով չի հիասան։ Մի օր չասին, թե վայ, ես ինչ լավ ժողովուրդ են ռուսները, ես ինչ դաշնակից են, ես ինչներ տվեցին մեզ։ Առաջի Ղարաբաղյան պատերազմը առանց իրանց չէին խախտի, ասին իրանք խախտեցին, Ղարաբաղը մեզ տվեցին, երբեք տեն բան չեն ասի։ Երբեք տեն բան չեն ասի։ Եվ դրա համար, որովհետև արևմտականությունը թույլ չի տալիս։ Երբ ազգային էլիտան, ազգային իշխանությունը վարակված է արևմտականությամբ և արևմուտքի շահերին է սառում, ինք իրավունք չունի ճշմարտությանն անդրադառնալ, իրավունք չունի ճշմարտությամբ առաջնորդվել։ Ինքը պետք է առաջնորդվի իր վերադասների, իր սրբավայրերի հրահանգներով, շահերով և այլն և այլն։ Առայժմ այսքանը, կհանդիպենք շատ շուտով, նորից եմ խնդրում բարոնորսագրվել իմ տելեգրամյան և յութուբյան ալիքներին, առայժմ։